Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ եւ այսուհետ ամեն օր այս ժամին ես եւ իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների եւ պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես եւ ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաեւ այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ Բարի օր, այսօր զրուցելու ենք ռուս-ուկրաինական 3 տարուց ավելի շարունակվող 100 հազարավոր կյանքեր խլած պատերազմի մասին, որը փաստացի 2 ճամբարի է բաժանել աշխարհը։ Երկրներ, որոնք կանգնած են Ուկրաինայի կողքին եւ կամ որոնք աջակցում են Ռուսաստանի ագրեսիային։ Անցած 3 տարում Միացյալ Նահանգները Ուկրաինայի կողքին էր։ Ամերիկայի նոր վարչակազմը սակայն հունվարին ստանձնելով իշխանությունը տրամագծորեն փոխեց քաղաքականությունը, միաժամանակ խոստանալով շատ արագ կանգնեցնել պատերազմը։ Ուր են հասել այդ ջանքերը եւ ինչ է հայտնի դրամփակ բանակցություններից, այս թեմայով ենք այսօր զրուցելու իմ գործընկեր Սասուն Խաչատրյանի հետ։ Սասուն, բարի օր, դու միացել ես Ազատությանը մոտ կես տարի առաջ եւ մինչեւ այսօր ես չեմ հիշում որևէ օր, որ չլուսաբանես ուկրաինական պատերազմը բանակցություններից մինչեւ առաջնագիծ։ Նախ այս փուլում պատերազմից 3 տարի անց ուր է հասել ռուսական զորքը, ինչ վիճակ է գետնի վրա։ Մոտ 1000 կիլոմետրանոց ճակատում գոնե այս տարվա ընթացքում իրավիճակը եղել է լարված, ամենօրյա ռեժիմով ծանր մարտերը շարունակվել են եւ շարունակվում են, ընթանում են, դատելով մամուլի հրապարակումներից ռուսական կողմը թեև դանդաղ, բայց առաջ է ընթանում, ընդ որում տարբեր ուղղություններով, այդ թվում Լուգանսկի, Դոնեցկի եւ Զապորոժիեի, երևի թե չկա շաբաթ, որ չկարդանք լուր, որ ռուսական զորքը եւս մեկ բնակավայր է վերցրել։ Ռուսական զորքին հաջողվել է գրեթե ամբողջությամբ ուկրաինական զորքին դուրս մղել Կուրսկից, որտեղ ուկրաինական զորքը ներթափանցել էր անցած տարվա օգոստոսի հանկարծակի հարձակման ժամանակ եւ բավական տարածքներ էր գրավել։ Ռուսաստանը շարունակում է հրետակոծել, հրթիռակոծել ուկրաինական բնակավայրերը, թեև Մոսկվան պնդում է, որ խաղաղ բնակիչներին չեն թիրախավորում, որում օգտագործում են նաև ծանր զինատեսակներ, բալիստիկ հրթիռներ, օրինակ օրերս Սումին էին հարվածել Իսկանդերով, երևի ամենամահաբեր հարվածներից էր 35 մարդու կյանք էր խլել։ Ուկրաինացիները բնականաբար նույնպես հակահարձակումներ են իրականացնում, հիմնականում անօթաչուներով, թեև ուկրաինացիները եւս կիրառել են հեռահար հրթիռներ, թիրախավորելով հիմնականում ռազմական ենթակառուցվածքներ։ Ամերիկյան հետախուզություններ նաև օրերս հայտարարել, որ շաբաթական կտրվածքով ռազմի դաշտում 2000 զինվոր է զոհվում 2 կողմից։ Կան այլ տվյալներ։ Ուկրաինան թերևս այս հարցում ավելի թափանցիկ է, որտեղ Ուկրաինան նախագահի մակարդակով հրապարակել է զոհերի թիվը, բայց Ռուսաստանն այս հարցում փակ է, չի հրապարակում իր զոհերի թիվը։ Վերջերս աչքովս ընկավ Reuters-ի հետաքննություններից մեկը, ըստ որոնց 120,000-ի ավել, կարծեմ 120,000-րդ զոհի անունն էին ֆիքսել։ Ինչպես են դա անում, տվյալները ուսումնասիրում են, համադրում են եւ կոնկրետ մահացած, սպանված զինվորի անունները ամբողջ ցուցակ են կազմում եւ դրա հիման վրա 120,000-ը արդեն անցել է այդ թիվը։ Առանց պաշտոնական տվյալների էլ հստակ է, որ սա երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայում ամենամահաբեր եւ ամենակատաղի պատերազմն է եւ Միացյալ Նահանգների նախագահը մինչեւ ընտրությունները նախընտրական շրջանում դեռ հայտարարում էր, որ կարող է 1 օրում կանգնեցնել պատերազմը, հետո երբ ընտրվեց այդ ժամկետը երկարաձգեց մինչեւ զատիկ, հիմա հարության տոներն անցան, ուր են հասել այդ ջանքերը, ամերիկյան կողմի նախաձեռնողականությունը ուր է հասել։ Բառացիորեն մի քանի օրից կլրանա նախագահ Թրամփի կառավարման 100-րդ օրը եւ փաստացի խոստացված հրադադարը չկա։ Միակ բանը, որ այս ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմին հաջողվել է, միակ ձեռքբերումը, եթե կարելի այդպես ասել, դա միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չարվածելու համաձայնությունը Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Ընդ որում այս պայմանավորվածությունը եւս ամբողջությամբ չի պահվել այս 30 օրերի ընթացքում կողմերը բարբերաբար միմյանց մեղադրել են այդ պայմանավորվածությունը խախտելու մեջ եւ այդ դադարը
մեկ ամսով էր, ժամկետը լրացել է ապրիլի 7-ին, օրեր առաջ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով անդրադառնալով այս թեմային ասաց, որ գերագույն գլխավոր հրամանատարից այլ հրահանգ կարծես թե չկա։ Այսինքն ենթադրում է, որ այդ պայից սկսած նորից շարունակելու են հարվածել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս ֆոնին պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարում է, որ չեն պատրաստվում ամիսներով բանակցել, սպառնում է, եթե առաջիկայում որևէ առաջընթաց չգրանցվի, ապա Միացյալ Նահանգները պարզապես կհրաժարվի խաղաղ կարգավորման այս ջանքերից։ But we're not going to continue with this endeavor for weeks and months on end. So we need to determine very quickly now and I'm talking about գործընթացից, քանզի այլ ոչ պակաս եւ այնտեղ շեշտում ասում է, եթե ոչ ավելի կարեւոր խնդիրներ կան, որոնցով իրենք պետք է զբաղվեն։ Then we have other priorities to focus on. Եթե համեմատելու լինենք ռետորաբանությունը, բառապաշարի ընտրությունը, տոնայնությունը, թե պետքարտուղարի մակարդակով, թե նախագահի մակարդակով, ապա ակնհայտ փոփոխություն կա։ Այսինքն զգացվում է, որ անհամբեր են, հուսահատ են, թե եւ անհամբեր են, եւ կարելի ասել հիասթափված են, բարկացած են, զայլացած են, օրինակ Մարկո Ռուբիոն գլխավոր դիվանագետն է պետքարտուղարն է, եթե 1-2 շաբաթ առաջվա հայտարարությունը դիտարկենք, տեսնենք ինչպես է խոսում, ապա ինչ որ տարբերություն կա, արդեն ավելի ջղաձգված, ավելի նյարդային է խոսում։ Իսկ հնարավոր է, որ սա եւս մեկ մարտավարական քայլ է, այսպես ասած, Սպիտակ տան կողմից կամ ճշմարտ միջոց, որ Կիևում եւ Մոսկվայում հասկանան, որ ժամանակը սպառվում է, համբերությունը սպառվում է եւ գնան զիջումների։ Եվ եթե այդպես է, որ կողմն է ավելի խոցելի, ինչպես են հակամարտող կողմերը այս հայտարարություններին արձագանքում։ Գուցե հենց այդպես է, գուցե սա կողմերի վրա ճնշում գործադրելու միջոց է, որպեսզի զիջումների գնան։ Թրամփը առաջին անգամ չի որ սպառնում է, օրերս էլ նորից սպառնած։ For some reason, one of the two parties makes it very difficult. Ասում եմ, մենք ուզում ենք, որ հրադադարը արագ տեղի ունենա, բայց ինչ-ինչ պատճառներով կողմերը շատ են բարդացնում, իսկ մենք պարզապես ասելու ենք, դուք հիմարներ եք, դուք սարսափելի մարդիկ եք ու մենք ուղղակի մի կողմ կքաշվենք։ We won't have to do that. Բայց միաժամանակ հույս է հայտնում, որ ստիպված չեն լինի դա անել։ Ինձ համար նաև շատ ուշագրավ էր, թե որտեղ եւ երբ արեց Միացյալ Նահանգների պետքարտուղարը այդ նախազգուշացում հայտարարությունը։ Դա Փարիզում էր ուկրաինացիների ու նաև եվրոպացի դաշնակիցների հետ հանդիպումից հետո եվրոպացիների, որոնք այս ողջ ընթացքում չէին թաքցնում, որ դժգոհ են, որ Միացյալ Նահանգների նախագահը առանձին բանակցություններ է վարում Ռուսաստանի առաջնորդի հետ եւ տեսախցիկների առաջ հրապարակավ ճնշում գործադրում Ուկրաինայի վրա։ Իսկապես շատ կարևոր է թե որ պահին եւ որտեղ է Մարկո Ռուբիոն այդ հայտարարությունն արեց հանդիպումներից հետո օդանավակայանում եւ ակնհայտ էր, որ դժգոհ է բանակցությունների արդյունքից, գոնե ես այդպիսի տպավորություն ստացա։ Նաեւ ուշագրավ էր, որ ուկրաինական պատվիրակությունից բացի Ֆրանսիայում էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ներկայացուցիչները, Ուկրաինային օգնել կամեցող այդ կոալիցիայի ներկայացուցիչները, եւ եթե կարճ ասենք, ապա ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը կարելի այսպես մեկնաբանել, եթե չեք համաձայնում մեր առաջարկած պայմաններին, ապա խնդրեմ ինքներդ կարող եք լուծել հարցը։ Իսկ հայտնի է ինչ է առաջարկել Վաշինգտոնն այդ հանդիպմանը։ Bloomberg գրել էր, որ ամերիկացիները եվրոպացիներին ներկայացրել են կարգավորման իրենց տարբերակը, մի քանի պայմաններ են, որոնք ակնհայտորեն Ուկրաինայի համար ոչ սեռնդու, մասնավորապես առաջարկում են հրաժարվել ՆԱՏՕ-ի Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկելուց, մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իսկ Ռուսաստանի գրաված տարածքները ըստ իրենց առաջարկած տարբերակի պետք է մնան Ռուսաստանի վերահսկողության տակ։ Նույն գործակալությունը գրել էր, որ ԱՄՆ-ն նույնիսկ պատրաստ է այս Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության հնարավոր համաձայնագրի գործարքի շրջանակում պատրաստ է Ղրիմներ ճանաչել որպես Ռուսաստանի տարածք։ Իսկ Կիևն ու եվրոպացիներն ինչպես են արձագանքել։ Եվրոպացի առաջնորդները, որոնք ծանոթացել են առաջարկի հետ, Bloomberg-ին անանունության պայմանով ասել էին, որ եվրոպացիները չեն համաձայնել գրաված տարածքները կոնկրետ Ռուսաստանի տարածք ճանաչելուն եւ շեշտել են, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է պետք տալ։ Փաստորեն Ուկրաինան եւ Եվրոպան մերժել են այդ առաջարկը Փարիզում, իսկ կարող են նրանք շարունակել պատերազմը առանց Միացյալ Նահանգների աջակցության եւ ստանձնել այդ բեռը։ Բավական բարդ հարց է սա, հաշվի առնելով թե որքան մեծ ներգրավվածություն ունի Միացյալ Նահանգները օգնության, ռազմական օգնության առումով Եվրոպայում բավական դանդաղ են եվրոպական կառույցներում որոշումներ կայացվում, երբեմն նույնիսկ կոնսենսուսի հետ կապված հարցեր են առաջանում։ Օրինակ տեսեք շատ ոճրորոշ պահեր
երբ Միացյալ Նահանգները Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփի եւ Զելենսկու սկանդալային հանդիպան ժամանակ, որը վեճով ավարտվեց, դրանից հետո Միացյալ Նահանգները դադարեցրեց հետախուզական տվյալների տրամադրումը եւ հայտարարեց, որ առասարակ ռազմական օգնությունը դադարեցնում է։ Եվ այդ հետախուզական տվյալների տրամադրումը դադարեցնելը փաստացի խնդիրներ առաջացրեց։ Մարտի դաշտում դա ազդեց Ուկրաինայի օպերատիվ հնարավորությունների վրա, մասնավորապես ճշգրիտ հարվածներ հասցնելու եւ ռուսական զորքերի տեղաշարժին ռեալ ժամանակով հետևելու առումով։ Այս փուլում, երբ Միացյալ Նահանգները սպառնում է դուրս գալ բանակցային գործընթացից, կա նաև նախաձեռնություն Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից ստեղծել կամեցող երկրների, այսպես ասած, կոալիցիա, որը պատրաստ պիտի լինի ստանձնել Ուկրաինայի աջակցությունը առաջիկա տարիների ընթացքում։ Կա ինչ-որ մոտավոր պատկերացում, քանիսն են այդ երկրները եւ ընդհանրապես ինչի են պատրաստ։ Հեղինե իրականում կոալիցիայի գաղափարը առաջացավ Սպիտակ տան այդ սկանդալային հանդիպումից հետո, քանզի եվրոպացիները հասկացան, որ Ուկրաինան Պարտացի մենակ է մնալու, եթե ԱՄՆ-ը դուրս է գալիս խաղից, այսպես ասեմ, չի շարունակում օգնել։ Մոտ 30 երկրի մասին է խոսքը, հիմնականում Եվրոպական միության անդամ երկրներ են, նաև Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, խաձեռնության առաջատարներն են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, որոշ երկրներ, օրինակ Բելգիան, Դանիան եւ Նիդերլանդները հակված են օգնել, բայց այդքան էլ նախաձեռնող չեն, իսկ Գերմանիան, որը փաստացի Եվրոպական միության տնտեսական լոկոմոտիվն է այս պահին, խորհրդարանական ընտրություններից հետո զբաղված է իր ավելի շատ ներքաղաքական հարցերով, բայց կա տեսակետ, որ եթե Գերմանիան նույնպես ներգրավի այնպես ինչպես հա Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, ապա այլ երկրներ եւս կհետևեն Գերմանիայի օրինակին։ Իսկ հակամարտության գոտում մոտ որոշ երկրներ գերադասում են առասարակ իրենց զորքը չուղարկել այլ երկիր։ Շվեդիան, Ֆինլանդիան իրենց հայտարարություններում ընդգծել են միայն, որ կարևոր է, որ Միացյալ Նահանգները եւս մասնակցի այս նախաձեռնությանը, դրանից ավել ոչինչ չեն ասել։ Իսկ Ամերիկան պատրաստ է միանալ կամ գոնե որևէ կերպ աջակցել այս նախաձեռնությանը։ Իրականում Միացյալ Նահանգները պաշտոնապես նախ չի միացել կոալիցիային, ոչ էլ խոստացել է, ոչ էլ որևէ հայտարարություն է արել, որ նման մտադրություն ունի։ Ապրիլի 17-ին, եթե չեմ սխալվում, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Փարիզում փաստացի մասնակցեցին բրիտանացի եւ ֆրանսիացի պաշտոնյաների հետ բանակցություններին եւ հենց այդտեղ էր որ ներկայացրին ամերիկյան տարբերակը Ուկրաինայի հակամարտության հետ կապված հրադադարի կոնկրետ։ Կոալիցիայի առաջնորդները հայտարարել են, որ ԱՄՆ-ից ակնկալում են օգնություն, օրինակ ռազմական ուսուցման, օթում աջակցություն, հետախուզական տվյալների փոխանակման առումով, լոգիստիկ աջակցություն, չգիտեմ, նույնիսկ մինչև դիվանագիտական ազդեցություն ՆԱՏՕ-ի ինտեգրման հարցերում, բայց առ այսօր Միացյալ Նահանգները դեռ որևէ բան չի հայտարարել։ Մյուս կողմից, եթե Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ մյուս երկրները դրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, խաղապահ զորքեր տեղակայեն Ուկրաինայում հնարավոր հրադադարի դեպքում եւ ռուսական զորքը դրանք թիրախավորի, արդյոք այստեղ հարց չի առաջանում հավաքական կերպով արձագանքելու, որովհետեւ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածն է դա պարտադրում։ Հեղինե իրականում շատ հարցեր կան Ուկրաինային աջակցողների այս կոալիցիայի հետ ներգրավվածության հետ կապված, որոնք իսկապես այս պահին չունեն պատասխանները։ Դեռ իրենք էլ, ինչպես հասկանում եմ, մամուլի հրապարակումներից այդքան էլ լավ չեն պատկերացնում, թեև կա պլան, հանդիպում են պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանդիպում են, փորձում են հասկանալ, թե որտեղ են տեղակայվելու այդ զորքերը, ինչպես են գործելու, բայց դեռ շատ հարցեր իրենց պատասխանները դեռ չունեն։ Օրինակ, մամուլում հրապարակումներ կա, որ խոսքը 30,000 զինվորի մասին է, բայց նաև թերահավատորեն են մոտենում այդ թվին, թե արդյոք կարողանան այդ երկրները այդքան զորք հավաքել։ Բացի դրանից նաև եթե կարողանան նույնիսկ հավաքել այդքան զորք, ապա անհրաժեշտ է մոտ 3 անգամ ավելի, մոտ 90,000 անհրաժեշտ է, որպեսզի կարողանան ռոտացիայով ռեզերվ ունենան։ Մի խոսքով շատ հարցեր կան, որոնք իրենց պատասխանները չունեն։ Եվ եւս մի մութ հարց է մնում այս ողջ պատմության մեջ։ Այս փուլում Վաշինգտոնը ակնարկում է, թե կարող է դադարեցնել ջանքերը հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, որովհետեւ համբերությունը սպառվում է։ Մյուս կողմից շատ հետևողականությամբ պահանջում, որ Կիևը Միացյալ Նահանգների հետ ստորագրի հազվագյուտ մետաղների շուրջ համաձայնագիրը։ Թրամփն ասում է, որ վերջնական ստորագրությունը կդրվի այս շաբաթվա ընթացքում, կստեղծվի հիմնադրամ Ուկրաինան վերակառուցելու, վերականգնելու
ստանալու համար։ Այսինքն մի կողմից Վաշինգտոնը հայտարարում է, որ հույս չկա, մենք դուրս ենք գալիս բանակցություններից, ժամանակ չունենք, մյուս կողմից ստեղծում է հիմնադրամ, որը պետք է վերակառուցի երկիրը։ Փաստացի այդպես է ստացվում, եթե վերցնենք զուտ հայտարարությունների մակարդակով, այո, հենց այդպես է ստացվում է, այդ գործարքի հետ կապված այդ փաստաթուղթը մի քանի անգամ որքան հասկանում եմ փոփոխվել է, նախորդ արտահոսքերից դեռ պարզ էր, որ պետք է ստեղծվի հիմնադրամ, որը ղեկավարելու են ԱՄՆ-ի ներկայացուցիչները, այսինքն բոլոր որոշումները իրենք են կայացնելու։ Բացի հանքարդյունաբերությունից, այդ հազվագյուտ օգտակար հանածոները Ուկրաինայի համատեղ օգտագործելուց, նաև նշվում էր, որ այն կարող է ներառել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքները, նավթ, գազ, ճանապարհաշինություն եւ այլն։ Եվ այդ ամբողջ վերահսկողությունը ոնց որ անցնում է ամերիկացիներին։ Կոնկրետ հուշագիրը, որը ստորագրել էին մտադրության մասին այդ փաստաթուղթը, օրինակ նշում է, որ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան մտադիր են ստեղծել վերակառուցման ներդրումային հիմնադրամ, որպես երկու ժողովուրդների եւ կառավարությունների միջև տնտեսական գործընկերության մաս, բայց չի մանրամասնում, թե ինչպես է աշխատելու այդ հիմնադրամը եւ ընդհանրապես չի նշվում հանք բառը, կոնկրետ հուշագրում հանք բառը չկա եւ առհասարակ հուշագրում շատ ընդհանուր ձևակերպումներ են։ Նախորդ արտահոսքերում նշվում էր, որ հանքարդյունաբերությունից ստացված միջոցների մոտ 50%-ը պետք է ուղղվի այդ հիմնադրամին եւ այդ միջոցներով էլ պետք է Ուկրաինան Միացյալ Նահանգներին վերադարձնի մոտ $300 միլիարդ, որպես պատերազմի ժամանակ տրված օգնության դիմաց փոխհատուցում։ Միացյալ Նահանգները համարում է, որ նախորդ վարչակազմը մոտ այդքան գումար է հատկացրել Ուկրաինային։ Ուշագրում այս մասին հստակ հիշատակում չկա, սակայն կան Ուկրաինային ԱՄՆ-ի մեջբերում են զգալի ֆինանսական եւ նյութական աջակցություն ձևակերպումը։ Դե ինչ է նշանակում դա, թերևս պարզ կլինի հաջորդիվ եւ ստորագրվի վերջնական գործարքը համաձայնագիրը եւ հրապարակվի դեպ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը խոստովանել է, որ վերջնական փաստաթղթի տեքստը դեռ մշակվում է, նշել է, որ ակնկալում են, որ գործարքը շատ շահավետ կլինի երկու կողմերի համար։ Թե դա ինչ է նշանակում, թերևս կիմանանք, երբ այն հրապարակվի։ Այս ընթացքում նաև Կիևի հիմնական պահանջն էր, որ Վաշինգտոնը անվտանգության երաշխիքներ տա Ուկրաինային, ըստ ուկրաինական աղբյուրների, նաև դա էր պատճառը, որ տեղի ունեցավ Սպիտակ տան այդ սկանդալային հանդիպումը, երբ Միացյալ Նահանգների նախագահը տեսախցիկների առջև, նաև փոխնախագահը սկսեցին կշտամբել եւ գոռգոռալ նախագահ Զելենսկու վրա։ Հիմա այս գործարքը, որին Կիևը համաձայնել է, անվտանգության երաշխիքներ ենթադրում է։ Այո, շատ ճիշտ նկատեցիր եղին է, որ նախագահ Զելենսկին ամբողջ ընթացքում բանակցությունների փորձել է տեսնել, որ գոնե անվտանգության երաշխիքները լինեն գործարքում, որովհետև եթե հանքարդյունաբերությունը թեկուզ մասամբ տրամադրում է Միացյալ Նահանգների վերահսկողությանը, գոնե դրա դիմաց պետք ակնկալվում է, որ պետք է ստանաս անվտանգության երաշխիքներ, բայց փաստաթղթում հուշագրում այդ մասին հիշատակում չկա։ Գուցե լինի, երբ որ վերջնական տարբերակը հրապարակվի, գուցե այնտեղ նշված լինի, չեմ կարող ասել, բայց դատելով նրանից, թե արտաքին քաղաքական ինչ ուղեգիծ է տանում Միացյալ Նահանգների այս վարչակազմը, քիչ հավանական է, որտեղ Թրամփը առաջին իսկ օրվանից բացահայտ հասկացվել է աշխարհին, որ չի շարունակելու նախորդ վարչակազմի քաղաքականությունը եւ ամեն ինչ անելու է ԱՄՆ շահերն առաջին պլան մղելով եւ հենց պատահական չի Թրամփի նախընտրական այդ կարգախոսը առաջին հերթին Ամերիկան։ Փաստացի այս գործարքով Թրամփը ընդգծում է, որ սա իր նախորդի Ջո Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրված միլիարդների պատասխանն է, որ պիտի իրենք ստանան ուկրաինական կողմից։ Այո, հեղին է, Թրամփը չի էլ թաքցնում, բացահայտ բաց տեքստով ասում է, բազմիցս քննադատել է նախորդ վարչակազմին, նույնիսկ նախագահ Բայդենին անձնական վիրավորանքներ հնչեցնելով, որ նրանք չպետք է այդքան գումար տրամադրեին Ուկրաինային, չպետք է թողնեին, որ ամեն ինչ հասներ այստեղ։ Թեև կոնցեպտուալ առումով հիմնադրամում նշում է, որ նրա առաքելությունը լինելու նաև Ուկրաինայի վերականգնումը, այսինքն այդ հանքարդյունաբերությունից ստացված միջոցները նաև մի մասը գնալու է նաև Ուկրաինայի վերականգնմանը, բայց փաստացի առաջին հերթին Միացյալ Նահանգները կարծես ցանկանում է իդ ստանալ օգնությունը, որ տրամադրել է դրա դիմաց անպայման ցանկանում է փոխհատուցում ստանալ։ Դեպ պետքարտուղարությունը նախագահ Թրամփի իշխանության գալուց հետո պետքարտուղարության կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, թե ինչպես են այսօր այդ որոշումները կայացվելու արտաքին քաղաքականության, թե ներքին քաղաքականության հետ կապված, եւ այնտեղ 3 հիմնական սկզբունք են նշվում, որոնք են այդ 3 սկզբունքները։ Հարցնելու են եւ հենց այդպես է ձևակերպում են Ամերիկան ավելի անվտանգ է դառնում դրանով, Ամերիկան ավելի ուժեղ է դառնում, Ամերիկան ավելի բարգավաճ է դառնում, թե ոչ։ Եթե դառնում է, ապա որոշումներն ըստ այդմ կկայացվեն։ Ուկրաինական խնդիրը, դատելով մինչ այժմ այն իրադարձություններից, այն զարգացումներից, որ տեսել ենք, ուկրաինական խնդիրը կարծես թե մեծ առումով չի տեղավորվում այս բանաձևի մեջ, որովհետև Ուկրաինայից ԱՄՆ-ին մի ամբողջ օվկիանոս է բաժանում, ինչպես նախագահ Թրամփն է հաճախ սիրում հիշատակել,
անվտանգության խնդիր այստեղ չեն տեսնում, նաև ԱՄՆ-ն այդ միջոցները բնականաբար կարող է ուղղել իր քաղաքացիների կյանքը ավելի բարգավաճ դարձնելու համար, երկիրը ավելի բարգավաճ դարձնելու համար։ Շնորհակալ եմ, Սասուն, շատ հետաքրքիր էր եւ վստահ եմ, որ դեռ առաջիկայում այս թեմայով զրուցելու առիթներ շատ պիտի ունենանք։ Ես ձեզ այսօր հրաժեշտ եմ տալիս, հիշեցնեմ, եթերում էր Ազատություն ռադիոկայանը, խոսափողի մոտ էր Հեղինե Բունյաթյանը։ Կհանդիպենք վաղը նույն ժամին մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։